Սիրոտոներից մինչև մարտիրքը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ, վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերի կաշառք ստանալու համար, կիրառվել է կալանք։ Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ հետքը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերը ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պարագայում փոփոխություններ են կատարվել, աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը 1.8 միլիարդ դրամը չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո դատախազության հանձնարարությամբ քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ծիգում։ Հակակոռուպցիոն կոմիտեում Հայ Փոստից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնած քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու, նաեւ իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները կատարել է իրեն վստահված խոշոր չափերի ընդհանուր 568,000 դրամի հափշտակություն։ Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել ու տվել խոստովանական ցուցմունք։ Փետրվարի 10-ին տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի մարմին։ Պարզվել է, որ տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա Դիե։ Շամշյանի տեղեկություններով երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում եւ տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել։ Փետրվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի 11 հասցեում գտնվող Դոդո պիցցայից գողություն է կատարվել։ Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա հայկը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել են Դոդո պիցցայի մուտքի դուռը, մուտք գործելով ներս կոտրել են չհրկիզվող պահարանն ու այնտեղից գողացել գումար։ Տավուշի մարզի պարեկները նոյեմբերյան քաղաքում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենան, պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ։ Ստուգման ընթացքում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ ու նույն զանգվածով փաթեթ։ Վարորդը հայտնել է, որ մարիխուանա տեսակի թմրամիջոց է, նա ձերբակալվել է։ Փետրվարի 12-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ հիմնարկի օդային տարածքում նկատել է անօդաչու թռչող սարք։ Կատարվել է տեղանքի զննություն ու քողարկող պատին ամրացված արգելափակուղու ցանցի մեջ հայտնաբերվել անօդաչու թռչող սարք։ Տեղամասերից մեկի արգելագոտում էլ հայտնաբերվել է նաև սև պոլիէթիլենային փաթեթ։ Դրանում առկա է եղել երկբջջային հեռախոս, մեկ բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար։ Փետրվարի 15-ին Ծովագյուղ Շորժաբարթենիս ավտոճանապարհին բախվել են Գազ 3110-ը եւ Volkswagen Magnus-ի ավտոմեքենաները, վերջինը կոտրել է բետոնեսյունները, երկաթի արգելապատնեշներն ու կողաշրջվել։ Վարորդները եւ 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Փետրվարի 14-ին Երևանի բնակիչ 26-ամյա Վահեն իր վարած Honky Magnus-ի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրայերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուրին մաքրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Վարորդափախոստի դիմել է, ազանգել է շտապ օգնություն, որը արձանագրել է հետիոտնի մահը։ Փետրվարի 15-ին Hyundai Sonata Magnus-ի ավտոմեքենան Երևանի Լեքսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված Mercedes, Kia, Dodge Magnus-ի ավտոմեքենաներին, առաջընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվարկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն եւ հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։ Բախման հետևանքով Kia-ն առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել Երկաթեսյանն ու հայտնվել կանաչ գոտում։ Hyundai Sonata-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 14-ին Աշտարակի Սուրբ Սարգիս Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan եւ Hyundai Elantra Magnus-ի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 14-ին Երևանի Ազատության պողոտա, Ահարոնյան, Ադոնց փողոցների խաչմերուկներում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթի վարած Nissan Pathfinder եւ Այոց-Ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկի վարած Mazda 6 Magnus-ի ավտոմեքենաները։ Nissan Pathfinder-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բասալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին ու մայթին տեղադրված նախկին հայ մամուլի հիմա առևտրի փոքրիկ կրպակին, այն ամբողջությամբ վնասելով 1 հոգու տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Փետրվարի 14-ին Երևան Մեղրի ավտոճանապարհին բախվել է Այոց-Ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգի վարած Opel եւ Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Երեշեի վարած Toyota Magnus-ի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Փետրվարի 13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանով փողոցում գործող Երևան City սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարները պարզել են, որ կրակի ծուխը նկատվում է տանիքում գտնվող ծխատարում եւ այրվում են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն, կատարել խողովակի հովացման աշխատանքներ, տուժածներ չկան։